Ողջույն սիրելի բարեկամ։ Հիսուսը մի անդամալույծի է բժշկում։ Մի օր Հիսուսը եկավ Կափառնաում եւ իսկույն լուր տարածվեց, թե նա ինչ որ տան մեջ է կանգ առել։ Անմիջապես այնքան մարդիկ հավաքվեցին տան մոտ, որ դռան առջև ազատ տեղ չկար։ Հիսուսը Աստծո մասին էր խոսում նրանց հետ։ Այդ ժամանակ եկան 4 հոգի, որոնք մի հիվանդի էին շալակել։ Այդ մարդը անդամալույծ էր, ոչ քայլել էր կարողանում, ոչ էլ տեղաշարժվել։ Ընկերները կամենում էին նրան Հիսուսի մոտ բերել, սակայն մարդկանց բազմության պատճառով չկարողացան մոտենալ նրան։ Այդ ժամանակ նրանք քանդեցին տան կտուրը եւ անցք բացելով անդամալույծի անկողինը պարաններով իջեցրին Հիսուսի մոտ։ Երբ Հիսուսը տեսավ նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյակ, քո մեղքերը ներված լինեն քեզ»։ Մոտակայքում օրենքի ուսուցիչներ կային, որոնք լսեցին Հիսուսի ասածը եւ մտածեցին. ինչպես կարող է սա նման բան ասել, միայն Աստված կարող է մեղքերին թողություն տալ։ Հիսուսն իսկույն իմացավ նրանց մտքերը եւ ասաց. ի՞նչն է ավելի հեշտ, անդամալույծին ասել մեղքերդ քեզ ներված են, թե վեր կաց, առ անկողինդ եւ գնա քո տուն։ Ցանկանում եմ իմանաք, որ ես մեղքերը ներելու իշխանություն ունեմ։ Այդժամ նա անդամալույծին ասաց. վեր կաց, առ անկողինդ եւ գնա քո տուն։ Անդամալույծը ոտքի կանգնեց, անմիջապես վերցրեց իր անկողինը եւ բոլորի ներկայությամբ դուրս եկավ։ Բոլորը զարմացած էին, նրանք փառաբանում էին Աստծուն եւ ասում. այսպիսի բան երբեք չէինք տեսել։